շատ հետաքրքիր մի բան կա։ Օրինակ բազում փաստեր կան վկայող եւ ես էլ եմ այդ թեմայի հետ առնչվել, որ Հայաստանի ղեկավարները օրինակ իմանում են ով ինչքան արտահանեց, ինչքան ներդրեց անհատական ըստ ընկերությունների։ Ես արձանագրում եմ, որ ես շատ տեղեկություն չունեմ, որտեղ այդ տեղեկությունը ինձ հետաքրքիր չի, որովհետև տենց առանձին հետաքրքրվում են, նայելով թե ով ինչով զբաղված վերահսկելու, փայ մտնելու եւ այլնի համար։ Ես ձեզ մեծ պատվով եւ ուրախությամբ զեկուցում եմ, որ ես 8 տարի վարչապետ եմ, Ժորժ ջան, ես ոչ մի բիզնեսի մեջ փայ չեմ։ Ոնց որ չեմ եղել, այնպես էլ շարունակում եմ չլինել։ Բայց մյուս կողմից տնտեսության աճի հետ կապված շատ կարևոր բաներ եմ ուզում ասեմ տնտեսական հեղափոխության 2018-ից մինչև 2025 թվականը ներառյալ 34,000 ընտանիք Հայաստանի Հանրապետությունում կառուցվող շենքերում բնակարանա ձեռք բերել 34,000 ընտանիք եւ մենք Հայաստանի տարբեր ծրագրերով շուրջ $1 միլիարդ աջակցություն $1 միլիարդ աջակցություն ենք հատկացրել տարբեր քաղաքացիների բնակարան ձեռք բերելու հարցում ներառյալ սահմանամերձ գյուղերում 16 միլիոնով բնակարան շինարարության հարցը այսօր Տավուշի մարզում 1931 ծրագիր է հաստատված 16 միլիոն դրամ 1931 պետական բյուջեի հաշվին սահմանամերձ գյուղերում տներ են կառուցվում ես սահմանամերձ այսօր կողմում հարցում են կողմը հսկայական գյուղ է ենթադրում եմ կարող է Գետահովիտից էլ մեծ լինի կողմը մեծ է ասում եմ անկախությունից ի վեր կողմում քանի է տուն է կառուցվել զրոյեց որ մարդիկ տուն են կառուցել իրանց համար նո ասում են 3 կամ 4 91 թվականից մինչև 2022 թիվը այսօր կողմում 16 միլիոնի ծրագրով 300 հատ տուն է կառուցվում 300 հատ տուն նույնն է Բերթավանում ասում եմ քանի տուն է կառուցվել ասում են 2-3 այսօր 200 հատ տուն է կառուցվում Բերթավանում 16 միլիոնի ծրագրով եւ սա տնտեսական հեղափոխության էֆեկտներից մեկն է դա շատ կարևոր է որ մարդիկ իրանց վրաց գան տնտեսական հեղափոխություն դա չլինի մենակ լուրերի վերնագիր կարգախոս քարոզչական նյութ հիմա Հայաստանի Հանրապետությունում մարդը ոնց է զգում տնտեսական հեղափոխությունը առաջին հերթին սոցիալական վիճակի փոփոխությամբ 2018 թվականին երբ որ ես վարչապետ եմ ընտրվել նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է պլյուս անկանխի կառավարների դեպքում հետ վճարի 10,000-ի հնարավորությունը ես 8 տարի վարչապետ եմ 7 անգամ մենք անդրադարձել ենք թոշակի թեմային 8 տարվա ընթացքում 7 անգամ ուղղակի կամ անուղղակի 5 անգամ թե 4 անգամ թոշակի դրույթն ենք բարձրացրել եւս 2 կամ 2 անգամ էլ անկանխի կառավարների հետ վճարի հնարավորությունն ենք ստեղծել եւ այսօր Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ միջին թոշակը ավելին է քան նվազագույն սպառողական զամբյուղը եւ սա տնտեսական աճի եւ տնտեսական հեղափոխության էֆեկտն է 2018 թվականին ես ուրիշ բան էլ էի խոստացել ես խոստացել էի որ Հայաստանի քաղաքացին հիվանդանոցի դռներին չի մնալու այսօր մենք ունենք առողջության ապահովագրության համակարգ որով Հայաստանի քաղաքացին հիվանդանոցի դռներին չի մնում 65 պլյուս տարեկան եւ մինչեւ 18 տարեկանների առողջապահական նվազագույն կարիքները հոգում ենք պետական բյուջեի միջոցների հաշվին այսօր մի մարդ մոտեցել է այսինքն ամեն օր են այդպես մարդ մոտենում բայց այսօր մի մարդ մոտեցել է ասում է ես կուրացած եմ ասում է ես չէի տեսնում ասում է հիմա գնացել եմ վիրահատվել եմ այդ համակարգով եւ աչքից ոսպնյակը ասում է փոխել ասում է հիմա տեսնում ես ասում է հա հիմա տեսնում եմ ել ես տեսողության խնդիր չունեմ ասում է դեմս կանգնած ասում է այն ժամանակ դեմդ կանգնեի ես դեմքդ չէի մարդկանց դեմքը չէի տեսնում եւ այսօր հարյուրավոր ու հազարավոր մարդիկ օգտվում են բժշկական ծառայություններից որոնք արժեն 5 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 1 միլիոն դրամ, 500,000 դրամ, այդ մարդիկ սովորական պայմաններում չէին կարող հոգալ
Այսինքն չեն կարող իրանց թույլ տալ նման բժշկական ծառայություններ։ Այսօր պետությունը կանգնած է իր քաղաքացու կողքին։ Եվ սա տնտեսական հրաշքի եւ տնտեսական հեղափոխության արդյունքն է նաև։